Վարաջը Սարգերի գործընկերներ սկսում ենք Fastex Premier League-ի Փյունիկ Ուրարտու հանդիպման հետ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը կխոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Օսյան, կարծիք խաղի մասին։ Կարծում եմ, այսօր մեր լավագույն խաղն էր որակական առումով, խաղի պլանը աշխատեց, ճիշտ է վերջին 10 րոպեն լարվածություն մտավ խաղի մեջ, այդ անհանգստացրեց, բայց բոլոր առումներով կարծում եմ այսօր մենք մրցակցից ավելի լավն էինք ու արժանիորեն հաղթեցինք։ Շնորհակալություն։ Վահագ։ Պարոն Օսյան, խաղային ավելի մեծ առավելություն ունեիք եւ երկրորդ գոլից հետո անմիջապես անցակ 5-4-1 տակտիկական սխեմային։ Հետաքրքիր է այդպիսի տակտիկական փոփոխությանը եկած երկրորդ գոլից հետո, թե արդեն մտածել եք, որտեղ Միլինկովիչը սպասում էր, որտեղ առավելությունը իրոք շատ մեծ է եւ կա տպավորություն, որ իմաստ չկա անգամ այդ փոփոխությունը անել։ Շատ լավ հարց չէ, մինչև դա էլ որոշեցինք, որ պետքա փոխենք խաղային սխեման։ Ճիշտ նկատեցիք, մենք մեծ առավելություն ունեինք, բայց մենք չենք մոռանում, որ այդպիսի ինտենսիվ մեկը-մեկի դեմ պրեսինգի դեպքում թիմը դա 90 րոպե չի կարող է սպային կատարել, դրա համար էլ այդ որոշմանը գնացինք, ուղղակի հաջողվեց միանգամից մինչև դաշտ մտնելը Միլկովիչի երկրորդը խփել, ինչը ավելի հանգստացրեց։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Այգ։ Դուք հենց մեկնարկից շատ ակտիվ սկսեցիք պարոն Օսյան խաղը։ Ինչ-որ յուրատուր բան եք տեսել ուրարտուի ազատ գոտիներ գտնելու առումով, որ ոնց որ միտումնավոր ինչ-որ թիրախային կետերի։ Այսօր մեծ ռիսկ էին գնացել ու ավելի շատ առանց գնդակով խաղ ինձ ուրախացրեց, թե ինչպիսի բարձր ինտենսիվություններ, բարձր արագություններ ու ագրեսիա կար թիմի մեջ, իսկ հաշվի առնելով ուրարտուի խաղաոճը, իհարկե այդ առումով գերազանցեցինք մենք իրանց։ Շնորհակալություն։ Վահագ։ Հաշվի առնելով վերջին անհատի այդ հանդիպման ռեալիզացիան եւ այս խաղում էլ կարծես թե ռեալիզացիայի խնդիր կա, որտեղ իրականում շատ ռոլի խաղացի, արդյոք դա անհանգստացնում է։ Ճիշտ ասած ավելի շատ կանհանգստացներ, որ չստեղծեինք այդ պահերը, կարծում եմ դա ուղղակի անհաջողությունն է, չեմ կարծում այս պահին, որ մենք խնդիր ունենք ռեալիզացիայի։ Շնորհակալություն։ Հետագայում չի լինի այդ խնդիրը։ Այլ հարցեր, Լիանա։ Պարոն Օսյան, նախ շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, իմ հարցը վերաբերում է ֆուտբոլի, որ մնաց պայուստրայինների նստարանին, Վիչեսլավ Աֆյանին, Աֆյանի վերադարձից հետո Փյունիկ նրա հետ մեծ հույսեր էին կապում ու բոլորը սպասում էին Աֆյանի խաղում Փյունիկում, բայց այսօր նա վերջին անգամ կարծես թե մարտին է խաղացել, ինչն է պատճառը, որ խաղը ժամանակ չի ստանում։ Ճիշտ ասած, ես խոսել եմ Աֆյանի հետ, իմ համար էլ դա տհաճ իրավիճակ է, որովհետև իրականում ես էլ մեծ սպասելիքներ ունեի եւ ունեմ, բայց հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, չեմպիոնական մրցավազքը, այսօր ավելի շատ առավելություն ենք տալիս փորձին։ Այդ առումով ես նրան հանգստացրել եմ, որ ինքը իր ժամանակը ունենալու է ու մենք համբերատար սպասելու ենք, պլյուս ինքը որոշ խաղային իրավիճակներ կա, որ պետք է ավելացնի, մենք դրա մասին իր հետ խոսել ենք։ Շնորհակալություն։ Այլ հարցեր, Հայկ։ Պարոն Օսյան, հոգեբանական վիճակի մասին կուզեի հարցնել, եւ դուք հետապնդողի դերում եք, որ ասացաք առաջի տեղ, դրանից հետո եղան պարտություններ։ Հիմա այդ առաջի տեղում չեք նորից հաղթանակներ, արդյոք կապ կա։ Չէի ասի, որովհետև եթե նկատել եք մեր թիմը երևի թե իր կազմում ունի ամենաշատ չեմպիոնները, այնպես որ չեմ կարծում այդ խնդիրը ունենք, մենք երկու պարտություն կրեցինք, որոնք լիովին տարբեր պատմություններ էին, այսինքն ինչ որ օբյեկտիվ տրամաբանական շարունակություն չէր, այնպես որ չեմ կարծում, որ մենք հոգեբանական խնդիր ունենք։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։ Ունենք։ Ես կուզեի մեկ էլ Երիկ Օկանցիի մասին հարցնել, արդյոք իր լավագույն մարզավիճակում է վերջապես։ Ինքը լավ մարզավիճակում է, բայց չէի ասի թե լավագույն, երբ որ կսկսի այդ վերջին փոխանցումը, վերջին հարվածնել այդ լավ խաղի հետ կատարի, այդ ժամանակ նոր կարող ենք ասել, որ լավագույն մարզավիճակում է։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Շնորհակալություն, պարոն Օսյան։ Շնորհակալություն։